Ասի բունը, հա? Ասի չես գա։ Երևանի թիվ 156 դպրոցի սաները ներկայացնում են Թթենի հայտնի ֆիլմից հատվածներ։ Երկու հարևանների կյանքը, նիստ ու կացը, հայկական բակի առօրյան Զորայր Խալափյանն էր պատկերել Թթենի հայտնի պատմվածքում։ Այն դարձել է ֆիլմի սցենարի հիմքը։ Գրող դրամատուրգի անունն է այսուհետև գրում դպրոցը։ Բոլոր առիթներով պիտի անդրադառնանք գրողի ստեղծագործությանը, պիտի լուսաբանենք, իր թողած ժառանգությունը փոխանցենք գալիք սերունդներին, որովհետև ճիշտ է համեստ վաստակ ունի Զորայր Խալափյանը, բայց մեծ ասելիք ունի եւ անչափ կարեւոր։ Անվանակոչել դպրոցը Զորայր Խալափյանի անունով հավաքանում Մայր Հայաստան խմբակցության անդամ Արմենակ Դանելյանի նախաձեռնությունն էր։ Ընդդիմադիր խմբակցության առաջարկին, սակայն ոչ ոք դեմ չի քվեարկել, պատմում է նախագծի հեղինակը։ Այս առաջարկը միաձայն ընդունվել է իրանց կողմից որպես գաղափար ու անցել է որպես նախագիծ։ Ինչպես անմահացնել Զորայր Խալափյանի անունը, սերունդների մեջ վառ պահել նրա հիշատակը։ Նախքան հավաքանու օրակարգում կհայտնվեր հարցը, գրողի ժառանգներն էին երկար քննարկում։ Անվանակոչել դպրոց թե փողոց, երկար մտորումներից հետո որոշեցինք, որ դպրոցն է ճիշտ։ Զորայր Խալափյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Գյուղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ-ի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ Սակայն Խալափյանին վիճակված էր գրականության միջոցով նվաճել ոչ միայն էկրանն, այլև հայ ընթերցողների սրտերը։ Դպրոցն հավանակոչելով Զորայր Խալափյանի անունով նրա գրական ժառանգությունը կապրի նաև երիտասարդ սերնդի մեջ, համոզված են նախաձեռնության հեղինակները։ Մեր սերունդը եւ մեզանից մեծ սերունդը գիտեն, բայց նոր սերունդը չգիտի եւ իր անունը մնալով դպրոցում ավելի շատ մարդիկ կիմանան իր մասին եւ նաեւ կդաստիարակվեն իր գրվածքների, իր պատմվածքների հիման վրա։ Ցանկացած իր վեբ լինի, արձակ լինի, ինքը կյանքի բերում ու վա գրվել։ Այսինքն նույն Թթենին մեր օրինակի վրա է այդ ստեղծագործությունը։ Որտեղ է իր մարդ Աստծո։ Այս վեպը հեղինակն ավարտում է հերոսի ծննդյան ու մահվան տարեթվերով։ Դրանց միջակայքում ընկած կյանքի ընթացքը բնորոշում է կարճ արտահայտությամբ, իբր ոչինչ չի եղել։ Թիվ 156 դպրոցն էլ այսուհետև գրողի ընկալած կյանքի հավերժ ընթացքի այս փիլիսոփայությունն է գրում։ Արսեն Դումանյան, Վահրամ Ստեփանյան, Լրաբեր։